Տիկին Մանավազյան, երևի սկսենք նրանից, որ այս համայնքում ապրելու երկիր կուսակցությունը 2 տարի շարունակ ավականու խմբակցությունը բոյկոտել է ու մի շարք խնդիրներ են հասունացել դրա արդյունքում, այսինքն չի հաստատվել որոշակի ծրագրեր, բյուջեով նախատեսված։ Հիմա ընդհանուր առմամբ ինչ խնդիրներ ունի համայնքը, որ ձեր համար առաջնահերթություն է ու մեծամասնություն կազմելու դեպքում առաջնայինը, այսպես ասած, այդ խնդիրներն եք լուծել։ Այո, ապրելու երկիր կուսակցությունը որքան հնարավոր է վնասել է համայնքի բնականոն զարգացման ու կառավարման ընթացքին, այսինքն հնարավորինս փորձվել է ամեն հնարավոր բան անել համայնքում աշխատանքների մասով, բայց կարար ավելի լիներ, քան կա, նաև խանգարել է կոալիցիոն կառավարման մասը, ինքը խնդրահարույց է շատ կողմերից Լյուդվիգ Գյուլնազարյանը մեծ հաշվով այս համայնքում կառավարել է 4 ամիս, բայց նաև կոալիցիայի ընթացքում էլի որոշ չափով փորձել ենք աշխատանքների մասով կյանքի կոչենք այն բոլոր հրատապ խնդիրները, որ կա համայնքում, բավականին մեծ աշխատանք արվել է, բայց կարար ավելին լիներ, եթե կառավարումը լիներ չխոչընդոտվող, չխանգարվեր նաև ավականու կողմից նիստերի ներկա լինեն, բյուջեի հաստատումից սկսած մինչև մնացած հարցերի քննարկումը բոլոր ձևով պրավալ է գնացել։ Հարգելի Բաղրամյանցիներ, մարտի 30-ին գնալով ընտրատեղամաս դուք ձեր ձայնը տալիս եք Լյուդվիգ Գյուլնազարյանին, համար 1։ Լյուդվիգ Գյուլնազարյան համար 1։ Որոնք են այդ հրատապ խնդիրները, որոնց մասին խոսեցիք, կուզենամ մանրամասնեք մի քանիսը։ Տեսեք, մի քանիսը մանրամասնելու տենց առանձնապես նշելով չասեմ, ասեմ, որ ամեն վարչական շրջան ունի իր խնդիրը, մյուսը ոռոգման ջրերի հետ կապված հարց կա, մյուսում խողովակների, ջրատարների հետ կապված հարց կա, ասֆալտի հետ կապված դպրոց մանկապարտեզի կառուցման։ Ես լիահույս եմ, որ մենք կունենանք բավականին լավ արդյունք եւ արդյունքում համայնքը կկառավարվի ավելի կազմակերպված եւ համակարգված եւ կունենանք ավելի շատ ծրագրում նաեւ ներառել ենք բավականին շատ աշխատանքներ, որոնք առջևում ունենք եւ անելու ենք։ Շնորհակալ եմ ձեզանից։ Դուք գիտեք, տեսել եք մեր աշխատելու ձևը, ոճը, հուսով եմ միասին շարունակելու ենք ձեր օգնությամբ։ Ես տեսել եմ ձեր մարդկային վերաբերմունքը։ Ժողովրդի հանդեպ, դա հերիք է։ Շնորհակալ եմ։ Այ համայնքում տարբեր բնակավայրերում շրջելով, քաղաքացիների հետ շփվելով, ինչ ազդակներ եք ստանում, նաև ինչ տպավորություններ ունեք։ Նախ իրեն սիրում են եւ արձագանքը բավականին դրական է, ակնհայտ է, որ լինելով կարճ ժամանակահատվածում նաև համայնքում պաշտոնակատար կարողացել է յուրաքանչյուր խնդրին անձամբ ծանոթանալ եւ անմիջական մասնակցություն ունենալ խնդրի լուծմանը։ Տիկին Մանավազյան ընդդիմադիր թևից բարբերաբար նշում են, որ քաղաքացիական պայմանագիրը մեծ մտավախություն ունի, որ պարտվելու է եւ դրա համար է նաեւ այսպես մեծ թափով քարոզարշավ իրականացնում, ինչպես կհակադարձեք։ Նախ ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես եթե համայնքում նկատի ունեք այն ուժին ապրելու երկրի կուսակցությունը, ով այս անգամ փորձել է, գիտի, որ հեղինակություն չունի այս համայնքում, փորձել է պատը սպառվել մեկ այլ դաշինքի տակ եւ հանդես գալ որպես ապրելու երկիր կուսակցություն, այսինքն չի երևում որպես ապրելու երկիր կուսակցություն, բայց թաքնվել է այլ դաշինքի ներքո, դա արդեն իսկ իրենց համար մտահոգության առիթ է, ուստի ես գնահատում եմ մեր հնարավորությունները շատ բարձր եւ մաղթում եմ մեր տեխնացուին հաղթանակ։ Լյուդվիգ Գյուլնազարյան համար 1։ Եվ վերջին հարցս ինչու պիտի Փարաքարցին ընտրի հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ անձամբ Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Մենք ունեցել ենք վստահության քվեդեր տարիներ առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պատգամավորներով համայնքի ղեկավարը եւ մարզպետը նախարարը բոլորս պատրաստական ենք կյանքի կոչելու այստեղ քաղաքացիների յուրաքանչյուրի բարձրացված խնդիրը։ Մարտի 30-ին գնալով ընտրատեղամաս ներկայացնում համանալուջին Լյուդվիգ Գյուլնազարյանին եւ ուրեմն Լյուդվիգ Գյուլնազարյանը